Աշխատանքային օրենսգրքում կատարվելիք փոփոխությամբ նախատեսվում է ներդնել ծնողական ժամ ինստիտուտը մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատողների համար, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Հանրային քննարկման է դրվել աշխատանքային հարաբերությունները վերափոխող նոր օրենսդրական նախաձեռնություն։ Խոսքը աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին է վերաբերում, որը միտված է աշխատողների սոցիալական պաշտպանության ուժեղացմանը և աշխատանքի կազմակերպման առավել ճկուն մեխանիզմների ներդրմանը։ Նախագծի առանցքում աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղելիության ապահովումն է։ Մեր նպատակն է ունենալ այնպիսի համակարգ, որը միաժամանակ կապահովի աշխատողի աշխատանքային արդյունավետությունը և քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը։ Այս տրամաբանությամբ մշակվել է աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը ուղղված է աշխատողի աշխատանքի և ընտանեկան կյանքի հավասարակշռմանը և միաժամանակ ներդրվում է աշխատանքային ավելի ճկուն ժամանակակից մոտեցումներ։ Նախագծով առաջարկվում է ներդնել ծնողական ժամ հասկացությունը, այն հնարավորություն կտա մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողներին օրական որոշակի ժամանակ հատկացնել երեխային դպրոց կամ մանկապարտեզ ուղեկցելու կամ այնտեղից վերցնելու համար։ Մինչև 2 երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել մինչև 30 րոպե, իսկ 3 և ավելի երեխաներ ունեցողները մինչև 1 ժամ տևողությամբ ծնողական ժամից։ Իսկապես կարևոր է այս նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային խթաններ ստեղծել աշխատող ծնողների համար, որոնք հնարավորություն կունենան որոշակի ժամանակ ունենալ աշխատանքի ավելի ուշ ներկայանալու կամ աշխատանքից ավելի շուտ դուրս գալու կամ աշխատանքի ընթացքում դուրս գալու, բայց միևնույն ժամանակ մի փոքր այս պայծրությամբ կդժվարանամ գնահատական տալ դրա իմպլեմենտացիոն մակարդակի մասով, արդյոք այն խնդիրը, որը դրված է լուծել այս նախագծով, իսկ նախագծի հիմնավորման շրջանակներում ներկայացված են բավականին կարևոր հիմնախնդիրներ, որը ըստ էության նախատեսվում է լուծել այս կարգավորմամբ, այս պայծրությամբ կդժվարանամ ասել, արդյոք նախագիծը հնարավորություն կտա այդ ուրեմն խնդիրների լուծմանը հասնելու։ Ծնողական ժամի չափաբաժինը սահմանված է ֆիքսված 30 րոպե կամ 1 ժամ։ Ծնողական ժամը տրամադրվում է ծնողին, խնամատար ծնողին կամ որդեգրողին, ինչպես նաև խնամակալին։ Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա։ Ցանկացած իրավական նորմ արժեք ունի, եթե այն գործնականում կիրառելի է, եւ այս համատեքստում մեր մոտեցումը հետեւյալն է՝ օրենսդրորեն ամրագրել ծնողական ժամի իրավունքը, որը կիրառելի կլինի բոլոր գործատուների համար անկախ ոլորտից, իսկ եթե խախտվեն աշխատողի իրավունքները, այս մասով վերահսկողություն իրականացնող մարմինը առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն է եւ աշխատողները խախտումների դեպքում կարող են դիմել տեսչական մարմնին։ Միաժամանակ կարևոր է նաև այս մասով գործատուների իրազեկումը, որպեսզի գործատուները չդիտարկեն որպես բեռ, այլ որպես աշխատողի աշխատանքի արդյունավետության բարձրացում եւ կազմակերպության կայունության մոտեցում դիտարկեն գործատուները։ Նախագծի հիմնավորման մեջ մասնագետների խոսքով բաց են մնում որոշ հարցեր, որոնք էական նշանակություն կարող են ունենալ։ Նաև կցանկանայինք հասկանալ, ինչպիսի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել մինչև նախագիծը մշակելը, մասնավորապես տեղի են ունեցել առանձին խորհրդակցական հանդիպումներ թիրախային խմբերի հետ, այդ թվում նաև ծնողների հետ, նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ, գործատուների հետ, հատկապես տասնյակ եւ հարյուրավոր աշխատողներ ունեցող գործատուների հետ, որովհետեւ մեկ այլ բան է, երբ մենք նախատեսում ենք խթաններ աշխատող ծնողների համար, բոլորովին այլ բան է, երբ մենք նոր բեռ ենք գործատուի վրա ավելացնում։ Ավելի ես կարծում եմ, որ եթե լինեին նախնական հանդիպումներ, հետազոտություններ այս թիրախային խմբերի հետ, գուցե եւ հնարավոր լիներ ավելի արդյունավետ եւ գործող մեխանիզմներ գտնել, որ հնարավորություն կտար մի կողմից ապահովել աշխատող ծնողների իրավունքները այն տեսանկյունից, որ հնարավորություն կունենային նաև իրենց խնամքի տակ գտնվող երեխային դպրոց կամ մանկապարտեզ հասցնել եւ ժամանակին վերցնել, եւ մյուս կողմից նաև այնպիսի միջոց գտնել, որ գործատուները եւս հաճույքով օրինակ այդ նորմը կիրականացնեին եւ դա չէին դիտի որպես լրացուցիչ բեռ։ Ծնողական ժամի իրավունքի սահմանումը թույլ կտա օրենսդրորեն կարգավորել այս հարաբերությունները, նվազեցնել աշխատողի եւ գործատուի միջև հնարավոր հակասությունները եւ
ապահովել ընտանիքի սոցիալական պաշտպանվածության բարձր մակարդակ։ Ինչու է հատկապես երեխաների տարիքը որպես այդպիսին առանձնացվել 12 տարեկան, դա պայմանավորված է հոգեբանական ինչ-որ գործոնով, թե նաև այլ պայմաններ կան, սա է պատճառը, որ ի սկզբանե նշեցի գաղափարը իսկապես շատ կարևորում ենք, բայց միևնույն ժամանակ կատարման մակարդակում չեն կարող ասել ինչ խնդիրներ ի հայտ կգան կամ արդյոք կարողանան դրանք լուծել այդ խնդիրները, որովհետև նույն ենթադրենք, եթե 15 րոպե ուշ է գալիս եւ 15 րոպե շուտ է դուրս գալիս կամ օրվա ընթացքում է այդ ժամանակը օգտագործում, ինչքանով է սա բխելու հենց հիմնական կարիքների իրականացման ուրեմն փուլից։ Նախագծի հաջորդ կարևոր դրույթը վերաբերում է ճկուն աշխատանքային գրաֆիկին, առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել, որ աշխատողն ու գործատուն կարող են փոխադարձ համաձայնությամբ սահմանել աշխատանքային օրվա սկիզբն ու ավարտը։ Ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառումը գուցե մի փոքր դժվար է, բայց ոչ անհնարին, եւ այս մասով օրենսգիրքը նախատեսում է, որ աշխատողների աշխատաժամանակի օրական եւ շաբաթական տևողության ստույգ հաշվառումը պարտավոր է իրականացնել գործատուն, որպեսզի հետագայում էլ հնարավոր լինի աշխատավարձի հաշվարկը իրականացնել, ուստի նույնն են եւ անկախ նրանից ճկուն ռեժիմով կկիրառվի, թե սովորական ռեժիմով են աշխատում, գործատուները պետք է ստույգ հաշվառում իրականացնեն օրական եւ շաբաթական աշխատաժամանակի տևողության եւ այս մասով որևէ խախտում, եթե կլինի աշխատողի կողմից, գործատուն կարող է կիրառել կարգապահական պատասխանատվության միջոցներ, իսկ եթե գործատուն կխախտի աշխատողի իրավունքները, աշխատողը կարող է դիմել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին։ Դեռևս չեն ներդրվել կոնկրետ չափելի ցուցանիշներ, որով նախարարությունը նախատեսում է գնահատել այս փոփոխությունների արդյունավետությունը։ Հստակ չափելի ցուցանիշներ ներդրված չեն, նպատակը սոցիալական երաշխիքների ամրագրումն է աշխատողների եւ որպեսզի աշխատողները հնարավորություն ունենան համատեղել աշխատանքի եւ ընտանեկան պարտականությունները։ Ուստի այս մասով ցուցանիշներ առկա չեն, բայց այնուամենայնիվ ակնկալում ենք, որ նախագծի ներդրման դեպքում փոփոխությունը դրական ազդեցություն կունենա երկարաժամկետ ապագայում, մասնավորապես եթե երեխա ունեցող ծնողները խնամքի արձակուրդում են գտնվում, կարող են շուտ վերադառնալ կամ նույնիսկ եթե ունեն երեխա ու երեխայի ուսումնական հաստատություն ուղեկցելը դժվարանում է կամ խնդիր է, որպեսզի մուտք գործեն աշխատաշուկա, այս փոփոխությունից հետո կկարողանան մուտք գործել աշխատաշուկա, ինչը կազդի եւ տնտեսության աճին, ինչպես նաեւ ժողովրդագրական բարելավմանը կազդի, ըստ այս իմաստով դրական ազդեցություն կունենա։ Գործող օրենսդրությամբ հատուկ կարգավորում նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ աշխատող ծնողը պարտավոր է ամենօրյա ռեժիմով ապահովել երեխայի տեղափոխումը նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն։ Գործնականում այն հաճախ առաջացնում է աշխատանքից ուշացումներ, աշխատանքային եւ ընտանեկան պարտականությունների անհամատեղելիություն, հատկապես բազմազավակ ընտանիքների համար։ Կարևոր կլիներ լսել առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի դիրքորոշում այս նախագծի վերաբերյալ, հաշվի առնելով, որ ըստ էության իրենք են լինելու այն տեսչական մարմինը, որ պետք է վերահսկողություն իրականացնի, ինչպես նաեւ այս դեպքերի խախտումների մասով դիմումը ընդունի, այս մասով մենք նաեւ կցանկանայինք լսել հենց տեսչական մարմնի դիրքորոշումը, թե ինչպես են իրենք գնահատում այս նորմի հնարավոր իրագործումը պրակտիկայի շրջանակներում, կամ արդյոք նախկինում եղել են նման խնդիրներ, օրինակ հիմքերից մեկը համարվում էր կարգապահական պատասխանատվության ենթարկվող դեպքերը, կնվազեն այս նախագծի ներդրմամբ, մեզ հետաքրքրում է նախարարությունը նախագիծը մշակելիս տիրապետում է այն տեղեկատվությանը, թե քանի աշխատող ծնող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, հենց օրինակ մի քանի րոպե կամ 15 րոպե ուշանալու արդյունքում։ Մասնագետների դիտարկմամբ երկարաժամկետ հեռանկարում նախաձեռնությունը կարող է դրական ազդեցություն ունենալ, նաև ժողովրդագրական քաղաքականության վրա ամրապնդելով ընտանիքի ինստիտուտը եւ խթանելով ծնելիության աճին նպաստող պայմանները։